Եթերում լուրերի կիրակնօրյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ֆրանսիայում էր մասնակցելու խաղաղության 8-րդ ֆորումին։ Այցի ընթացքում վարչապետը երկկողմ հանդիպումներ է ունեցել Մոլդովայի, Բելգիայի եւ իհարկե Ֆրանսիայի ղեկավարների հետ, քննարկել խաղաղության, տնտեսական գործակցության ու եվրոպական գործընկերության խորացման վերաբերյալ հարցեր։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրանսիա, մասնակցելու Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումին, որի շրջանակում հանդիպել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ։ Վարչապետը շնորհավորել է նախագահին խորհրդարանական ընտրություններում արձանագրված հաղթանակի կապակցությամբ եւ ընդգծել ժողովրդավարության ամրապնդման կարեւորությունը։ Նախագահ Սանդուն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հետևողական քայլերը տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները եւ վերահաստատել փոխադարձ աջակցության պատրաստակամությունը միջազգային հարթակներում։ Վարչապետը Փարիզում մասնակցել է նաև բարձր մակարդակի միջազգային կոնֆերանսին, նվիրված տեղեկատվական ամբողջականության եւ անկախ լրատվության հարցերին։ Ելույթում նա նշել է, որ տեղեկատվական մանիպուլյացիան եւ ապատեղեկատվությունը դարձել են գլոբալ սպառնալիք ժողովրդավարությանը եւ այս պայքարում կրթությունն ու մեդիագրագիտությունը պետք է լինեն առաջնային։ Ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ առանց ազատ մամուլի։ Հայաստանում մենք հետևողականորեն ստեղծում ենք միջավայր, որտեղ լրագրողները կարող են գործել առանց ճնշման, բայց անկախությունը պետք է պաշտպանել ոչ միայն կառավարությունից, այլև արտաքին ազդեցություններից։ Մեր նպատակն է կառուցել տեղեկատվական անվտանգ, ճշգրտության վրա հիմնված հասարակություն։ Վարչապետը հիշեցրել է, որ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը մամուլի ազատության համաշխարհային ցուցակում բարձրացել է 80-րդ տեղից մինչև 34-րդ, շարունակելով ամրապնդել ազատ խոսքի արժեքները։ Այնուհետև Փաշինյանը հանդիպել է Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ։ Քննարկվել են միջխորհրդարանական գործակցության եւ ԵՄ Հայաստան գործընկերության խորացման հնարավորությունները։ Դը Ռուվերը նշել է, որ Բելգիան բարձր է գնահատում Հայաստանի ժողովրդավարական ուղին եւ աջակցում է խաղաղության գործընթացին։ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ժամանակ քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունների օրակարգային հարցերը։ Կողմերը շեշտել են տնտեսական եւ ենթակառուցվածքային գործակցության խորացման անհրաժեշտությունը։ Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածաշրջանային խաղաղությանը։ Մտքեր են փոխանակվել նաեւ TRIP նախագծի եւ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։ Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է իրականացվող աշխատանքների ընթացքին։ Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են նաեւ Հայաստան-Եվրոպական միություն գործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաեւ առաջնորդության խաչմերուկներում խորագրով քննարկմանը։ Նա հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն ձևավորվել է խաղաղություն Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, ինչը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար։ Այսօր կարող եմ վստահ ասել, մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ, դա պատմական շրջադարձ է ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար։ Վաշինգտոնյան հռչակագրով մենք համաձայնության ենք եկել բացել տարածաշրջանային հաղորդակցուղիները, հարգելով տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Սա նոր էջ է խաղաղ եւ բարգավաճ տարածաշրջանի ստեղծման ճանապարհին։ Նա հավելել է, որ TRIP տարածաշրջանային նախագիծը կարող է դառնալ տնտեսական առաջընթացի եւ միջազգային տրանսպորտային կապերի նոր հանգույց, իսկ առաջիկա խորհրդարանական ընտրությունները խաղաղության օրակարգի ամրապնդման հնարավորություն։ Փաշինյանը հանդիպել է նաեւ մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կայսա Օլոնգրենի հետ։ Կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ օրենքի գերակայության ապահովման հարցեր։ Ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը չեն մասնակցել հոկտեմբերի 28-ից 30-ը Երևանում կայացած Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին։ Վրացական պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ Եվրոպական խորհրդանի որոշ անդամների Վրաստանի նկատմամբ թշնամական հռետորաբանությունը եւ գործողությունները, որոնք մասնակցում են վեհաժողովի աշխատանքներին, հակասում են գործընկերության ու փոխադարձ հարգանքի սկզբունքներին, որոնց վրա պետք է հիմնված լինի այս հարթակը։ Ադրբեջանական պատվիրակության ղեկավարն հայտնել է, թե Եվրախորհրդարանի հայտարարությունները հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Ազատ առևտուր, կանաչանցում, էներգետիկ անվտանգություն, իրավական մոտարկում եւ ԵՄ քաղաքականություններին համապատասխանեցում։ Երևանում մեկնարկել էր Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը, որի քննարկման առանցքում են այս թեմաները։ Միջազգային պատվիրակությունները բարձր են գնահատել Հայաստանի նախաձեռնողական դերը արևելյան գործընկերության օրակարգում։
Հոկտեմբերի 28-ից 30-ը Հայաստանում անցկացվում են Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի Եվրանեստի 12-րդ լիակումար նստաշրջանը, նաև բյուրոյի եւ հանձնաժողովների աշխատանքային նիստերը։ Այս կարևոր միջոցառումը մեկտեղել է Հայաստանի, Եվրամիության եւ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանական պատվիրակություններին, քննարկելու տարածաշրջանային գործակցության, ժողովրդավարական բարեփոխումների եւ տնտեսական ինտեգրման հարցերը։ Նիստերի ընթացքում քննարկումների առանցքում էին ԵՄ Արևելյան գործընկերության երկրների միջև ազատ առևտրի, կանաչ էներգետիկայի, իրավական մոտարկման եւ կայուն տնտեսական զարգացման օրակարգերը։ Հայաստանը ներկայացրեց այս ուղղություններով իր վերջին նախաձեռնություններն ու հաջողված փորձը, ընդգծելով բարեփոխումների շարունակականությունը եւ ԵՄ-ի հետ գործընկերության խորացման հանձնառությունը։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովի նիստում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի ձեռքբերումներն ու ծրագրերը ուղղված կանաչ անցումներին, կայուն էներգետիկ քաղաքականությանն ու տնտեսական ինտեգրման խորացմանը։ Հայաստանը ձգտում է ստեղծել հարթակ, որտեղ ազատ առևտրի, կանաչ էներգետիկայի եւ նորարարական տեխնոլոգիաների ներդրումը միաժամանակ կխթանի տնտեսության մրցունակությունը եւ քաղաքացիների կյանքի որակի բարելավումը։ Մենք կարևորում ենք Եվրամիության գործընկերների հետ բաց ու կառուցողական երկխոսությունը ընդհանուր արժեքների ու շահերի հիման վրա։ ԵՄ աջակցությամբ կարող ենք մեր աշխարհագրական դիրքը դարձնել հնարավորություն, ապա շրջափակելով հաղորդակցուղիները։ Խաղաղության խաչմերուկ ծրագիրն էլ հենց այդ նպատակով ենք ներկայացրել։ ԵՄ-ն ողջունել է այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն են հաստատել եւ հանձնառու են տարածաշրջանում կոմունիկացիաների բացմանը, ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը։ Մենք սպասում ենք նաեւ Հայաստան-Թուրքիա սահմանների բացմանը։ Եվրանեստի 12-րդ լիագումար նստաշրջանը եւս մեկ հնարավորություն է Հայաստանի համար հանդես գալու որպես ակտիվ ու հավասարակշռված գործընկեր ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափում։ Իր ելույթում Արեգ Քոչինյանն էլ անդրադարձավ տարածաշրջանային անվտանգությանն ու տնտեսական կայունությանը, երկրների փոխկապակցվածությանը, ընդգծելով, որ տնտեսական առաջընթացի նախապայմանը խաղաղության եւ գործակցության ամրապնդումն է։ Եվրանեստի ձևաչափը մեզ հնարավորություն է տալիս համատեղ ձևավորելու անվտանգ, փոխկապակցված եւ կանխատեսելի տարածաշրջան։ Հայաստանը շահագրգռված է խորացնել գործակցությունը, հիմնվելով իրավական հստակության, փոխվստահության եւ տնտեսական փոխօգուտի սկզբունքների վրա։ Նիստերի ընթացքում միջազգային պատվիրակությունները բարձր գնահատեցին Հայաստանի նախաձեռնողական դերը Արևելյան գործընկերության օրակարգում։ Եվրանեստի 12-րդ լիագումար նստաշրջանի ավարտին նախատեսվում է ընդունել համատեղ հայտարարություն, որը արտացոլի անդամ երկրների ընդհանուր մոտեցումներն ուղղված խաղաղ զարգացմանը, ժողովրդավարական կայունությանը եւ կանաչ տնտեսական ինտեգրմանը։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքները Երևանում շարունակվում են։ Ամփոփվեցին Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքները։ Հայ եւ միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչները բարձր են գնահատել համաժողովի աշխատանքները, որոնց արդյունավետության վկայությունը նոր գործընկերություններն են։ Այս օրերին նստաշրջանի քննարկումների առանցքում են եղել տարբեր հարցեր ժողովրդավարությունից մինչև անվտանգություն։ Էներգետիկ կապերի զարգացումից մինչև անվտանգային պաշտպանական մարտահրավերներ, ժողովրդավարություն։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը եւ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին ամփոփեցին Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքները, ընդգծել քննարկումների եւ բանավեճերի արդյունավետությունը։ Օրեր շարունակ գերհագեցած աշխատանքային գրաֆիկով տեղի ունեցած քննարկումները բանախոսները բավականին արդյունավետ համարեցին։ Մարիա Կարապետյանը բարձր գնահատեց այն փաստը, որ Երևան էր ժամանել Եվրոպական խորհրդարանի մեծ պատվիրակությունը, նաև Արևելյան գործընկերության անդամ երկրներից ներկայացուցիչներ։ Սերգեյ Լագոդինսկին էլ շնորհակալություն հայտնեց վեհաժողովի նստաշրջանը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Բանախոսները հաստատեցին արդյունավետ գործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նշվեց, որ հանձնաժողովների քննարկումների առանցքում են հայտնվել նաև հետևյալ հարցերը։ Դրանցից մեկը կապակցելիության մասին էր, նկատի ունեմ ապաշրջափակման, մեզ ավելի ծանոթ որպես բառ, եւ սրա շրջանակներում է, որ Թուրքիայի խորհրդարանի երկու պատգամավորներ այցելել էին մասնակցելու այս միջոցառմանը, նաեւ Ղազախստանի դեսպանատան ներկայացուցիչներ մեզ հետ քննարկումների ժամանակ, ինչպես նաեւ մյուս ԱԼԳ երկրների եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, եւ սրա մասին եւս անցած օրերին շատ է խոսվել, գիտեք Հայաստանի համար որքան կարեւոր է ապաշրջափակման թեման, թե տնտեսական զարգացման համար, թե խաղաղության ու կայունության պահպանման որպես երաշխիքներից մեկը, այսինքն
կապակցվածություններն ու փոխկախվածությունները տնտեսական, լոգիստիկ մեր տարածաշրջանում կարող են նպաստել նրան, որ առավել կայուն եւ խաղաղ մնա, այսինքն այն խաղաղությունը, որը մենք հաստատել ենք հարևան Ադրբեջանի հետ, հնարավոր լինի պահպանել նաեւ ապագայում։ Բնականաբար եվրոպական պատվիրակության գործընկերների հետ քննարկումների առանցքում է հայտնվել նաեւ վիզաների ազատականացման հարցը։ Քանի դեռ մենք սպասում ենք վիզաների ազատականացմանը, իսկ այս կապակցությամբ Հայաստանը ինքը իր անելիքները ունի, այսինքն այստեղ ամեն ինչ չէ, որ կախված է Եվրոպական միությունից, մենք էլ ունենք մեր անելիքները եւ եթե շտապում ենք, ապա պետք է շտապենք նաեւ այդ անելիքների մասով Հայաստանի Հանրապետությունը, բայց քանի դեռ սպասում ենք, մասնակիցները ցանկություն հայտնեցին, որպեսզի գործող համակարգը վիզաների ստացման դյուրացվի, գիտեք, որ շատ հաճախ հերթերի մասին հնչում են քննադատություններ։ Անվտանգություն, քաղաքականություն, կապ, Սևծովյան ռազմավարություն, համաշխարհային դարպաս եւ միջանձնային կապեր։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին էլ իր խոսքում առանձնացրեց այս հարցերը, որոնք այս քննարկումների մեջ իր համար առանձնահատուկ կարևորություն ունեին։ Կարծում եմ այս կապը միայն ճանապարհ կամ երկաթուղի չէ, այն հնարավորություն է տալիս մեր ստանդարտները, շուկաները ավելի համատեղելի դարձնելու, առհասարակ հեշտ է սահմանահատել, եթե երկրները բարեդրացիական հարաբերություններ ունեն։ Ես այստեղ մի գեղեցիկ հյուրանոցային համարից տեսնում եմ Արարատ լեռը։ Ես կարող եմ այնտեղ հասնել 50 րոպեում, բայց երբ Google-ով եմ նայում, ինձանից բավականին ժամանակ է պահանջվելու այնտեղ հասնելու համար։ Ինչու, որովհետև պետք է հատել սահմանը։ Հետևաբար պետք է խոսել թուրք գործընկերների հետ եւ բացել սահմանները, իսկ Եվրամիությունը կարող է հանդես գալ որպես միջնորդ այդ գործընթացում։ Պաշտոնյան անդրադարձավ նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը եւ ըստ այդմ խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությանը նշելով. Հայաստանի այդ նախաձեռնողականությունը պարզապես հիանալի է։ Մենք բազմիցս ասել ենք, որ աջակցում ենք այս գործընթացին։ Մենք տեսնում ենք, որ որոշակի առաջընթաց կա, ինչը ողջունելի է։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը խոսեց նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին, նշելով Եվրախորհրդարանն այս հարցի շուրջ բազմիցս հստակ արտահայտել է իր դիրքորոշումը։ Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներն ազատ արձակվեն։ Մենք հույս ունենք, որ մեր հանձնաժողովը եւ արտաքին հարցերով մեր գործընկերները այդ ուղղությամբ ավելի ակտիվ կաշխատեն։ Այս հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել։ Ինչ վերաբերում է հայաստանյան ներքին խմորումներին եւ ընդդիմության խնդիրներին, մասնավորապես մեր երկրում ժողովրդավարությանը, ապա Սերգեյ Լագոդինսկին նկատեց. Երեք համաժողովի աշխատանքների ավարտից հետո, երբ մենք դուրս եկանք ազգային ժողովի բակ համատեղ լուսանկարվելու, տեսա իրականացվող ցույց։ Ես լսեցի ակտիվիստների բողոքները, ոչ ոք չխանգարեց նրանց բարձրաձայնել իրենց մտահոգություններն ու տեսակետները, որոնք պարզ լսելի էին մեզ համար։ Ես մտածեցի, ինչ կլիներ, եթե այդպիսի մեկ այլ ցույց տեղի ունենար այլ երկրում, օրինակ Ռուսաստանում։ Չեմ կարծում, թե նրանք կկարողանային ազատ պայմաններում այդպիսի ցույց անցկացնել։ Իմ կարծիքով այս ցույցը նշան էր հենց բազմազանության, ազատության, որը հարգում է կառավարությունը։ Ուստի ես վստահում եմ ձեր կառավարությանն ու վարչապետին։ Ըստ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի համանախագահի արևելյան գործընկերությունը պետք է վերածվի ռազմավարական գործիքի։ Նրանք, ովքեր կպաշտպանեն եվրոպական արժեքները, կստանան Եվրամիության աջակցությունը։ Բաքուն պատրաստ է ռուսական արտադրանքը բաց թողնել Հայաստան, հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նշել է, որ 2 օր առաջ ադրբեջանական կողմը հաստատել է Ադրբեջանի տարածքով Հայաստան-ռուսական արտադրանքի տարանցման համար Ադրբեջանի երկաթուղիների օգտագործման հնարավորությունը։ Այդ առումով մենք նույնպես շատ հետաքրքիր առաջընթաց ունենք։ Այժմ ռուսական երկաթուղիները տարածաշրջանի գործընկերների հետ լուծում են այն հարցերը, թե ինչպես կազմակերպել այս փոխադրումները։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Եվրասիայում լոգիստիկայի կառուցմամբ ու հենց այդ նպատակով էլ աշխատում է եվրասիական մեծ գործընկերության ստեղծման ուղղությամբ։ Հայ-թուրքական երկխոսությունը շոշափելի արդյունք կտա մոտ ապագայում, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգվում է տարաձայնությունների պատճառով։ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է, թե որոնք են այս տարաձայնությունները։ Արարատ Միրզոյանի ճեպազրույցը։ Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ կատարված աշխատանքին, մի շարք հարցեր շարունակում են չլուծված մնալ։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Խոսքն առաջին հերթին սահմանադրության փոփոխության Ադրբեջանի պահանջին է վերաբերում։ Միրզոյանի խոսքով խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգվում է, քանի որ կողմերն այս թեմայով տարաձայնություն ունեն։ Իրանք շատ որոշակի պայման ունեն, որի պայմաններում տեսնում են հնարավոր է ստորագրումը, մենք չենք կիսում այս մոտեցումը։ Ասում ենք խաղաղություն հաստատված, ասում ենք, որ փոխադարձ վստահության ամրապնդման գործընթաց կա, ասում ենք, որ 1000 հարցի շուրջ կարողանում ենք, օրինակ ապաշրջափակման համաձայնվել, չէ՞։ Այս ամենով հանդերձ, իհարկե, կան բաներ, որտեղ իրար հետ դեռ չենք կարողանում համաձայնվել։ Եվ մեկը հենց ձեր ասածն է, իրանք կարծում են, որ մենք պետք է
սահմանադրությունը փոխենք, որից հետո ստորագրեն, մենք կարծում ենք, որ մեր սահմանադրության մեջ խնդիր չկա, ավելին մենք կարծում ենք, որ եթե դա խնդիրը կարող որևէ կերպ մեկնաբանվի, ապա ել ավելի շատ կարանք այդ նույն հավակնությունը ներկայացնենք իրանց սահմանադրությանը, բայց նաև հարցը լուծված է պայմանագրում, այսինքն նոր բաներ չեմ ասում։ Եվ միևնույնն է, այստեղ չունենք փոխըմբռնում, որևէ այլ պայման կամ նախապայման չկա։ Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործում չլուծված եւ դժվար լուծելի խնդիր է նաեւ Բաքվում պահվող պատանդարված անձանց գերիների ազատ արձակման հարցը։ Նրանց ճակատագրի պարզաբանումը մնում է առաջնային ուղղություն կառավարության համար որպես բարդ, բայց լուծելի խնդիր։ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց հաջորդ տարի Երևանում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին մասնակցության հրավերներ են ուղարկվել Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներին։ Ինչի ենք դժվար պատկերացնում նախագահ Էրդողանի այցը Երևան, երբ որ, չգիտեմ, արդեն եղել է վարչապետ Փաշինյանի այցը Անկարա, այն ժամանակ էլ էին դժվար պատկերացնում։ Այսօր չեք պատկերացնում, համաձայնեք, որ կարող է 1.5 ամիս հետո այլ իրավիճակ լինի։ Ես չեմ ասում, որ ամեն ինչ հարթ է, եւ իհարկե նույն կերպ շատ դժվար է պատկերացնել այսօր վարչապետ Փաշինյանի այցը Բաքու, չէ՞։ Շատ դժվար է, այսինքն ո՞նց կարելի է սա շղթել, բայց ժամանակ է ընթանալու եւ չգիտեմ, մի ամիս, մի տարի, 10 տարի, չգիտենք բոլոր հարցերը եւ բաները ինչ տեմպով կհաղթարվեն, բայց մենք գնում ենք այդ ճանապարհով։ Մի օր, այսա եմ ես փորձում ասել, էլի, ոչ թե ասում եմ, որ հենց այսօր մենք պատրաստ ենք տեսնել նախագահ Ալիևին Երևանում եւ հակառակը վարչապետ Փաշինյանին Բաքվում, այլ ասում եմ, մի օր այս իրավիճակը լինելու է։ Թուրքիայի հետ ինտենսիվ երկխոսությունը շատ շուտով կունենա շոշափելի արդյունք, վստահեցրեց Միրզոյանը։ Հարցին, թե ինչ նկատի ունի շոշափելի արդյունք ասելով, Միրզոյանը կրկին փակագծեր չբացեց, միայն նշեց, թե նկատի ունեմ շոշափելի արդյունք, այնքան շոշափելի, որ այստեղ ներկա որևէ մեկի մոտ կասկած չթողի, թե մենք հենց այդ շոշափելի նկատի ունենք։ Շնորհակալություն։ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը բավականին արագ է տեղի ունենում, հայտարարել է Արարատ Միրզոյանը պետական բյուջեի քննարկման ժամանակ։ Նա հույս ունի, որ շատ մոտ ապագայում կտեսնեն գործողությունների համաձայնեցված պլանը։ ՀԱԳ նախարարը հիշեցրել է, որ Հայաստանն ու Եվրամիությունը ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին հայտարարել էին դեռ 2024 թվականի սեպտեմբերին։ Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունները պատմականորեն ամենաբարձր մակարդակում են, իսկ 2026 թվականին Հայաստանը պետք է ակտիվացնի միությանն անդամակցության ուղղությամբ իր ջանքերը։ Ազգային ժողովում 2026 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Ուզում եմ միանգամից եւ աներկբա կերպով ասել, որ Հայաստանի Հանրապետություն, Եվրոպական միություն հարաբերությունը երբեք այսքան ընդգրկուն եւ սերտ չեն եղել եւ այս մասին է վկայում եւ Հայաստան Եվրոպական միություն քաղաքական երկխոսության բովանդակությունը եւ 25 թվականի ընթացքում միայն տեղ ունեցած բարձրաստիճան փոխադարձ այցելությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները։ Միրզոյանն ընդգծեց, որ այս համատեքստում էական եւ անկյունակարային իրադարձություն է ազգային ժողովի կողմից ընդունված այն օրենքը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկին։ Քաղաքականությունն արդեն իմպերատիվ է կառավարության համար եւ մասնավորապես արտաքին գործերի նախարարության համար մենք պետք է ակտիվացնենք ըստ այդմ քննարկվող հաջորդ 2026 թվականին եւ չնայած մինչ այսօր է ջանքեր ենք արդեն գործադրել այդ ուղղությամբ ակտիվացնենք մեր ջանքերը անդամակցության ուղղությամբ եւ մենք իսկապես ձգտում ենք մաս դառնալ ժողովրդավար եւ զարգացող, ուրեմն բարգավաճ կարող եմ ասել երկրների այս ակումբին։ Միևնույն ժամանակ նա հավելեց, որ Հայաստանը շարունակելու է հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը։ Հայաստանի ազգային ժողովը 2025 թվականի մարտին օրենք է ընդունել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Օրենսդրական նախաձեռնությունը Հայաստանի խորհրդարան էր ներկայացվել քաղաքացիական նախաձեռնության կարգով։ Եվրաքվե նախաձեռնության անդամները Հայաստանի քաղաքացիների շրջանում ստորագրահավաք էին անցկացրել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծի շուրջ եւ հավաքելով բավարար քանակի ստորագրություններ օրենքի նախագիծը ներկայացրել էին խորհրդարանի քննարկմանը։ Եվրամիության հետ Հայաստանի վիզաների ազատականացման գործընթացը եւս բավականին արագ է տեղի ունենում, ասաց Միրզոյանն ու հավելեց. Գործընթացը բավականին արագ է տեղի ունենում, ավելի քան
մի շարք այլ երկրների դեպքում է ընթացել եւ մենք հուսով եմ շատ մոտ ապագայում օրինակ կտեսնենք գործողությունների համաձայնեցված պլանը, որից հետո արդեն ուղղակի պետք է կատարել այդ աշխատանքները, որոնք մենք պետք է կատարենք, որպեսզի ունենանք եւ վիզաների ազատականացումը։ Միրզոյանի խոսքով Հայաստանն ու Եվրամիությունը ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին հայտարարել էին 2024 թվականի սեպտեմբերին։ Դրանից հետո ակտիվ ռեժիմով հանդիպումներ եւ տարբեր պաշտոնյաների փոխայցելություններ էին տեղի ունենում, գործընթացն առաջ մղելու նպատակով։ Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը Միրզոյանը հայտարարեց. Այս թեման օրինակ ոչ միայն շատ հետաքրքիր է Եվրոպական միության մեր գործընկերների հետ, այլև նրանք եւս ուզում են իրենց էական մասնակցություն ունենալ ենթակառուցվածքների շահագործման կամ վերաշահագործման, ապաշրջափակման հարցում, եւ սա բոլորովին զարմանալի չի, մենք միշտ մոռանում ենք այս լույսով նայել, այս լույսի ներքո նայել ապաշրջափակմանը եւ շատ նեղ ենք, երբեմն անարդարացիորեն նեղ ենք անդրադառնում հարցին։ Իրականում եւ Եվրոպական միությունը եւ ընդհանրապես աշխարհում շատերը այդ գործընթացը, որը տեղի է ունենում Հարավային Կովկասում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև, դա նկատի ունեմ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, շատ ավելի մեծ պրիզմայով են նայում։ Քանիցս տարբեր երկրներ հնարավորություն են ունեցել բարձր մակարդակով ասելու, որ սա մաս է ԵՄ-ի եւ Կենտրոնական Ասիայի միջև հաղորդակցության նոր ենթակառուցվածք ստեղծելու։ Այսպիսի պլանով է, որ շատ երկրներ դիտարկում են այդ ապաշրջափակումը, ասաց արտաքին գերատեսչության ղեկավարը, հիշեցնելով, որ այդ մասին ասվել է նաեւ վերջերս տեղի ունեցած Global Darpass համաժողովին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հետաքրքրվեց, թե ԵՄ գործընկերների կողմից կա հետաքրքրություն ինչ-որ կերպ մասնակցելու ապաշրջափակման գործընթացին թրիփից դուրս գտնվող հատվածներում։ Ի պատասխան Միրզոյանն ասաց. Վերադառնալով Եվրոպական միության մասնակցությանը ոչ միայն ազդակ եւ ցանկություն, այլև ես իմ խոսքում անդրադարձա Եվրոպական միությունը այս հանգույցը եւ ընդհանրապես Հարավային Կովկասը դիտում է որպես իր հետը ավելի աճող ուրեմն փոխկապակցվածության անհրաժեշտ մաս, փոխկապակցվածություն Կենտրոնական Ասիայի հետ, արևելյան, ուրեմն արևելքի այլ երկրների, այլ տարածաշրջանների հետ եւ հետեւաբար մենք անընդհատ լսում ենք եւ ֆակտորների հետևում հանդիպումների ընթացքում եւ հանրային հրապարակային հայտարարությունների մակարդակով լսում ենք այդ պատրաստակամությունը մասին։ Շարունակում ենք թողարկումը։ Անկախիկ եղանակով թոշակառուների ծախսերի վերադարձի համակարգը կշարունակի գործել, ավելին 2026-ին վերադարձը հասնելու է 20%-ի, ներկա 12%-ի փոխարեն։ Հաջորդ տարվանից Հայաստանում ներդրվելու է նաև համընդհանուր հետվճարի համակարգ, բոլոր քաղաքացիներին անկախիկ առևտրի դեպքում 2% հետվճար են տալու։ 2026-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է Փաշինյանը։ Վարչապետը խոսել է Հայաստանում աղքատության տոկոսի շեմի մասին, նշել, որ այն շարունակում է բարձր մնալ 23%։ Նրա համոզմամբ պատճառը ավերակ դպրոցներն են եւ այն, որ Հայաստանի երեխաների մի զգալի մասը զրկված է եղել պատշաճ որակի կրթության իրավունքից։ Գործադիրի ղեկավարը խոսել է նաև խաղաղության եւ դրա արդեն գործուն վկայության մասին։ Արդեն 1 տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել։ Ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ եւ ուրախությամբ ընդգծեց. առաջին անգամ է, որ այս քննարկումը տեղի է ունենում Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում։ Այդ խաղաղության գործուն ապացույցներից մեկն այն է, որ ընթացքի մեջ է Ղազախստանից Ադրբեջանով դեպի Հայաստան հացահատիկի առաջին խմբաքանակի ներմուծումը։ Դա տեղի ունենալու Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային երթուղով եւ իրավիճակների տարբերությունը ինչ է, որ ըստ էության մենք Ադրբեջան-Վրաստանի տարածքով հասանելիության սահմանափակում չունի, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով հասանելիության սահմանափակում չունի, բայց իմ հայտարարությունը վերաբերվում է բոլոր ուղղություններով, որովհետև կարող է պարզվի ինչ-որ մի ուղղության նկատմամբ հետաքրքրություն կա եւ մենք ուղղակի այսպես դահլիճային պայմաններում դա չենք արձանագրում, այսինքն ինչպես
Ադրբեջանը մեզ համար վերացրել է տարանցման սահմանափակումները, նույն կերպ եւ մենք վերացնում ենք տարանցման սահմանափակումները։ Սա ըստ վարչապետի պատմական իրադարձություն է եւ կարելի է համարել Հայաստանի Հանրապետության շրջափակման հաղթահարման առաջին փուլը։ Բայց կարևոր է նաեւ, որ Հայաստանն էլ արձագանքի այդ հայտարարություններին եւ համապատասխան քայլեր ձեռնարկի։ Դրան մեր արձագանքը հետեւյալն է, որ հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղիով, այսինքն ես սա ինչի համար եմ ընդգծում, որովհետեւ սա այս պահին միակ տարբերակն է, որը մենք հենց այսօր կարող ենք իրականացնել, այսինքն եթե ենթադրենք, որ Թուրքիայից բեռնատար է մոտենում Մարգարա անցագրային կետին ուղևորվելու համար դեպի Ադրբեջան, մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա, մեր ճանապարհները միջև Գորիս, միջև Կորնիձոր գտնվում են լավ վիճակում եւ գիտեք, որ Կորնիձորում էլ որոշակի ենթակառուցվածք մենք ունենք եւ կարող ենք սպասարկել այդ թվում հակառակ ուղղությամբ, այսինքն եթե Կորնիձորի կողմից ադրբեջանական բեռնատար մոտենա եւ անցում կատարելու համար դեպի Թուրքիա, մենք հենց այսօր կարող ենք դա իրականացնել։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև 2026 թվականի պետական բյուջեի եկամտային մասի փոփոխությանը, նախատեսում են ավելացնել այն 253.4 միլիարդ դրամով կամ 8.9%-ով։ Վարչապետը ներկայացրեց, թե 2026-ին ինչ առանձնահատուկ ծրագրեր կիրականացվեն։ Ամենակարևոր նորություններից մեկն այն է, որ կներդրվի առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը, եւ 2026 թվականին քաղաքացիները դրա հետ կապված որևէ ծախս չեն նկատի, որովհետեւ ծախսերն ամբողջությամբ կանի կառավարությունը ադապտացիոն շրջանում։ Կառավարությունը նախատեսում է, որ պետք է ապահովի մինչև 18 տարեկան երեխաների, օրինակ 65+ տարիքի թոշակառուների առողջապահության ապահովագրություն եւ նաեւ որոշակի սոցիալական խմբերի։ Որոշակի սոցիալական խմբեր ասելով պետք է նկատի ունենալ նաեւ, որ մենք անապահովության գնահատման մեր համակարգերը փոխում ենք եւ այդ համակարգերի փոփոխության հայեցակարգային իմաստը եւ նպատակը այն է, որ մենք մարդուն ոչ թե քաջալերենք չաշխատել, այլ քաջալերենք աշխատել։ Վարչապետը կարևոր համարեց նշել նաև, որ 55 միլիարդ դրամ տրամադրվելու է արցախցիների բնակապահովման եւ այլ կարիքների խնդիրների հասցեագրման համար։ Կառավարությունը շարունակում է մեծածավալ ներդրումները տարբեր մարզերի ենթակառուցվածքներում, հատկապես Սյունիքում։ Ազգային ժողովում լրագրողների զրույցում ՏԿ նախարար Դավիթ Խուդատյանը ներկայացրել է իրականացվող ծրագրերի ընթացքը եւ անդրադարձել էներգետիկ ոլորտի կառավարմանը եւ առաջիկա քաղաքական զարգացումներին։ Թրամփի ուղիի նախագծի հետ կապված կառավարությունը դեռ քննարկումների փուլում է եւ չի անցել մարզերի ու համայնքների հետ աշխատանքին։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների զրույցում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Այն պահին, երբ որ անհրաժեշտություն լինի հասնել հանձնարարականներին արդեն համայնքների եւ մարզերի հետ աշխատանքի մասով կանենք, այս պահը դեռ այդ փուլում չի։ Սյունիքում նախարարի խոսքով իրականացվում են խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր։ Դրանցից մեկը դիմակայուն Սյունիքն է, կրթական, ջրային եւ առողջապահական ոլորտի արդիականացմամբ։ Առաջիկա տարիներին ենթակառուցվածքների զարգացման առումով աշխատանքների հիմնական մասն իրականացվելու է Սյունիքում։ Խոշոր եւ հիմնական ծրագիրը հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական էսպային ամենամեծ կտորը շարունակում է իրականացվել Սյունիքի մարզում եւ ես այսօր էլ քիչ առաջ падգամավորներին եւ հանրությանը ներկայացրեցի, որ 2026 թվականին երկու խոշոր ծրագրերի մասով մեկնարկ կտրվի։ Ինչ վերաբերում է հեծի դեմ հարուցված վարչական վարույթին, ապա Խուդատյանը նշեց, որ ուսումնասիրությունները շարունակվում են։ Ըստ նախարարի, կառույցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը դեռ կպաշտոնավարի։ Իսկ այս ընթացքում արձանագրված բազմաթիվ խախտումներին դատաիրավական գնահատական պետք է տրվի։ Պարոն Պետրոսյանի գլխավորությամբ բավականին ուրեմն հարցեր կարգավորվել են այս պահին, բավականին խնդրահարույց հարցեր են վերհանվել, այդ խնդրահարույց հարցերի մասով մեր գործընկերները դիմել են իրավապահ մարմիններին եւ քանի որ այնտեղ process է գնում, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի միջամտությունը ցանկալի չի, մեկնաբանությունը ցանկալի չի։
Խուդատյանը խոսել է նաև դեկտեմբերի 8-ին վաղարշաբաթուն սպասվող ընտրություններից եւ նշել, որ իշխող ուժը հաղթելու է, իսկ ընդդիմությունն այնտեղ միշտ պարտվել է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ ընտրություններին գնում է բացարձակ մեծամասնության քվեն ստանալու, այն է 50+1 ձայներ ապահովելու ուղղությամբ եւ մեզ համար Գյումրի 2 վաղարշաբաթում բացառվում է, եթե նկատի ունեն ընտրությունները փաստացի պարտվելով, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ տեղ զբաղեցնելով, ձայները իրար գումարելով Գյումրիում իշխանություն ստանալը եւ հետո այդ իշխանության գլխին այնպիսի փորձանք բերել է, ինչպիսին Գյումրիի քաղաքապետը բերեց Գյումրիի գլխին։ Ընդդիմությունը վաղարշաբաթի ընտրությունները պարտվելու օլիմպիական չեմպիոն է եւ ես այլ ձևակերպում չունեմ տալու, եթե նույնիսկ ասեմ հիմա հաշվում քանի ընտրություն են պարտվել կպարզվի օլիմպիական երրակի կամ քառակի չեմպիոններ են եւ իրենց առաջիկայում օլիմպիական նոր ուրեմն հնգակի չեմպիոն դառնալու ռեալ հնարավորություն ենք մենք տալու։ Խուդատյանը հերքեց նաև ընդդիմադիր համայնքապետերին ճնշելու վերաբերյալ մեղադրանքները, մեկնաբանելով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ազատազրկման ենթարկելու դատարանի օրերս կայացրած որոշումը, ըստ նրա Վարդան Ղուկասյանի դեպքով ընտրություններից մի քանի ամիս հետո ընդամենը եղավ ուրեմն այս հայտնի փորձանքը, այդ բառը իր համար էս հայտնի փորձանքը այդ դեպքում մեկնաբանում եք, որ ընտրությունները պարտվելուց հետո քաղաքացիական պայմանագիրը գնաց այս ճանապարհով, հիմա երբ որ դա պատահում է 4 տարի կամ Մասի քաղաքապետի դեպքում մի քանի ժամկետ պաշտոնավարելուց հետո դա էլ ասում եք ընտրություններին ընդառաջ, չէ, կար ընդամենը հարուցված քրեական գործ, որով կայացվել է օրենքով սահմանված դատավճիռ, եւ երբ որ այդ վճիռը մտնում է օրինական ուժի մեջ, դուք հիմա այդ հարցն եք տալի, ոչ սա քաղաքական հետապնդում չի։ Նախարարի խոսքով քաղաքացիական պայմանագիրը նպատակ ունի ապահովելու բացարձակ մեծամասնություն 50 եւ ավելի տոկոս ձայներով։ Պետեկամուտների կոմիտեի եւ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված պանելային քննարկմանը ներկայացվել են ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացի առաջիկա բարեփոխումները, բարելավումները, այդ թվում նախալրացվող տվյալների շրջանակի ընդլայնումը եւ լիազորի ինստիտուտի ներդրումը։ Առաջիկայում լայնածավալ իրազեկման արշավ կիրականացվի քաղաքացիներին 2026 թվականից համակարգի լիարժեք գործարկմանը նախապատրաստելու համար։ Համընդհանուր հայտարարագրումը ոչ թե վերահսկողության, այլ ֆինանսական թափանցիկության եւ հավասար հարկային դաշտի ձևավորման միջոց է։ Երևանում անցկացվեց ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացը, ներկայացում եւ ակնկալվող փոփոխությունները թեմայով պանելային քննարկումը, որը նպատակ ունի ներկայացնելու գործընթացի ընթացիկ փուլը, պարզաբանելու նոր համակարգի գործարկման նպատակը եւ ներկայացնելու այն փոփոխությունները, որոնք նախատեսվում են առաջիկայում։ Ըստ այդմ նոր կարգավորումներով ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը պարզեցվում է։ Հայտարարագիրը նախալրացվելու է հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կարծում է, որ համընդհանուր հայտարարագրումը կարևոր քայլ է դեպի արդար հարկային համակարգ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ոչ միայն հայտարարում է իր եկամուտները, այլև մասնակցում պետության զարգացմանը։ Ըստ նրա, սա նաև գործիք է ստվերի կրճատման եւ հարկային կարգապահության բարձրացման համար։ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանն էլ ներկայացրեց արդեն իրականացված տեխնիկական եւ կազմակերպչական աշխատանքները, հիշեցնելով, որ գործընթացը մեկնարկել է փուլային սկզբունքով նախ պետական ծառայողների եւ բյուջետային կազմակերպությունների աշխատակիցների համար, ապա 2026 թվականից ներառվելու է նաեւ մասնավոր հատվածը։ Նրա խոսքով համակարգն ինտեգրվում է էլեկտրոնային հարթակների հետ եւ քաղաքացիները կարող են միանգամայն պարզ ձևով լրացնել եւ ներկայացնել իրենց հայտարարագրերը։ Այն բանկերը, ովքեր կամավոր հետաքրքրություն ցուցաբերի, իրաց նախորդ շաբաթ հանդիպում են նույնիսկ կազմակերպել, քննարկել են այն տեխնիկական նյուանսները, թե ոնց պետք է փոխանցումը տվյալների տեղի ունենա։ Այստեղ հիմնականում խոսքը գնալու է որպես գործակալ ավանդի տոկոսի եկամտային հարկի մասին է խոսքը, բայց չենք սահմանափակվելու դրանով, կարող է հնարավոր է ընդարձակենք նաև օրինակ բաժետոպսերի առողջակից առաջացած որոշակի եկամուտներ եւ այլն, այսինքն այդ շրջանակի մեջ, բայց միանշանակ քաղաքացիների մեջ չենք
Ֆինանսների փոխնախարարն էլ իր հերթին անդրադարձավ ակնկալվող փոփոխություններին, շեշտելով, որ կառավարությունը քննարկում է նաև եկամուտների կառուցվածքի ավելի ճշգրիտ հաշվառման եւ հայտարարագրման մեխանիզմներ, նաև հնարավոր հարկային արտոնությունների կիրառումը որոշակի խմբերի համար։ Մենք նախատեսում ենք, որ համընդհանուր հայտարարագրումը հնարավորություն կտա ձևավորել ամբողջական պատկեր քաղաքացիների եկամուտների եւ ծախսերի կառուցվածքի վերաբերյալ, դրանով իսկ ավելի արդյունավետ դարձնելով սոցիալական եւ հարկային քաղաքականությունը, ընդգծեց փոխնախարարը։ Հիշենք, թե բանկերի ստացվող տեղեկատվությունը որտեղ է զետեղվելու եկամտային հարկի հաշվարկում, հայտարարում, այսինքն այստեղ խոսքը բացառապես եկամուտների մասին կարող է լինել, հարկվող, այդ թվում գործակալի կողմից պահված եւ չհարկվող։ Հետևաբար հայտարարագրից դուրս, հայտարարագրի տողերից դուրս որևէ տեղեկատվություն, որը բանկը տիրապետում է, օրինակ բանկային հաշվի մնացորդ պայմանական, այսինքն մնացորդի մասին չէ խոսքը, շարժերի մասին է խոսքը, եկամուտի տեսքով տեղադրելու, միայն դրանք է, որ բանկը ակնկալում է ստանալ հայտարարում զետեղելու համար։ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան նաև համակարգի գործարկման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական խնդիրներին, հանրային իրազեկման անհրաժեշտությանը եւ այն հարցին, թե ինչպես կարելի է խուսափել տվյալների չարաշահման ռիսկերից։ Այն տեղեկատվությունը, որ օրենքով սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակական գաղտնիք համարվող տեղեկատվություն, պետք է օրենքով սահմանված կարգով պահպանելու է։ Սա շատ կարևոր է, որպեսզի նաև անձնական տվյալների պաշտպանությունը լինի հավուր պատշաճի։ Ինչ վերաբերում է հեռանկարին, երկու բան թերևս կավելացնեմ, նախ կառավարությունը իրավասու է ըստ կարիքի եւ ըստ շրջահայացության, ըստ համակարգերի ձեռացի հնարավորության ընդլայնել երրորդ անձանց շրջանակը, որոնք տեղեկություններ կարող են հաղորդել եւ սրանք հաղորդակից ամոթների նման են աշխարհում։ Պետքի տեղեկատվությունը որքան ամբողջական եւ որքան արժանահավատ լինի, այնքան ավելի քիչ բան կմնա մարդկանց հայտարարելու եւ այս դեպքում այո, ես կհամաձայնեմ ձեզ հետ, որ անձնավորված հաշվառման համակարգը հիմնականում եղած տեղեկատվության վրա կկառուցվի։ Պապկենթունյանը շեշտեց քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունը լինելու է առաջնահերթություն, իսկ ՊԵԿ փոխնախագահը հավելեց, արդեն ներդրվում են համապատասխան պաշտպանական մեխանիզմներ եւ տվյալների կոդավորման համակարգեր։ Մասնակիցների կարծիքով համընդհանուր հայտարարագրումը կդառնա հարկային բարեփոխումների հաջորդ կարևոր փուլը, որը կօգնի Հայաստանին ձևավորել արդար, թափանցիկ եւ կանխատեսելի ֆինանսական միջավայր։ Անդրադառնանք այլ թեմաների, ԵՄ-ի նոր ռազմավարական մոտեցումը Սևծովյան տարածաշրջանի նկատմամբ արևելյան գործընկերության երկրների միջև ապակենտրոնացման ընթացիկ վիճակը եւ հեռանկարները։ Սրանք են այն թեմաները, որոնք քննարկվել են Հայաստանում անցկացված արևելյան գործընկերության տարածաշրջանային եւ տեղական իշխանությունների համաժողովի 14-րդ տարեկան հանդիպմանը։ Մեկնարկեց արևելյան գործընկերության տարածաշրջանային եւ տեղական իշխանությունների համաժողովի Կորլիպ 14-րդ տարեկան հանդիպումը։ Այն անցկացվեց Եվրաժամի Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նիստին զուգահեռ։ Այն միավորում է արևելյան գործընկերության երկրների եւ Եվրոպայի տեղական ու տարածաշրջանային առաջնորդներին մի նպատակով՝ ուժեղացնել ժողովրդավարությունը, խթանել բարեփոխումները եւ զարգացնել գործակցությունը համայնքների միջև։ Հաշվի առնելով արևելյան գործընկերության զարգացումը, որը հանրության համար մնում է ռազմավարական կարևոր նշաձող, հատկապես տարածաշրջանային այսպիսի փխրուն ժամանակաշրջանում, երբ տեղի են ունենում ռուս-ուկրաինական հակամարտությունները։ Մեզ համար առանցքային նշանակություն ունի աջակցության տրամադրումը Ուկրաինային։ Սա կօգնի կայունացնել տարածաշրջանը եւ արևելյան գործընկերության երկրներին թույլ կտա խաղաղ ապրել։ Այս առումով պետք է ուշադրություն դարձնել նաեւ հայ ժողովրդի խաղաղության նկրտումներին։ Մենք այսօր կքննարկենք Եվրամիության նոր ռազմավարական մոտեցումը միջերկրածովյան շրջանի երկրների համար, քանի որ այնտեղ եւս կան Հայաստանի նման երկրներ, որոնք ուղիղ ելք չունեն դեպի ծով։ Ռազմավարական նոր մոտեցումը ինչպես Հայաստանին, այնպես էլ նմանատիպ մյուս երկրներին հնարավորություն կտա հաստատելու անդրսահմանային նոր հարաբերություններ ու գործընկերություններ, որոնք էապես կօգնեն այդ երկրներին զարգացնել շրջակա միջավայրի անվտանգությունը։ Եվրոնեստը եւ Կորլիպը կիսում են նույն նպատակները՝ աշխարհագրական շրջանակը եւ աշխատանքի մեթոդները։ Կորլիպը հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայացնելու համայնքների ձայնը, այլև այն ներգրավելու քաղաքականությունների ձևավորման գործընթացում, որոնք ուղղակիորեն ազդում են քաղաքացիների վրա։ Մենք կիսում ենք այն նպատակները, որոնք դրված են Կորլիապի թիրախում, ուղղված տեղական եւ տարածաշրջանային մարմինների կողմից ժողովրդավարության, տնտեսության, տարածաշրջանային եւ երկարաժամկետ կայուն զարգացման ապահովմանը, ապակենտրոնացված կառավարման, համայնքների եւ շրջանների կառավարման
կատարելագործման ուղղված նորարարական լուծումների ներդրմանը։ Իրականացված բարեփոխումների արդյունքում հնարավորություն է ընձեռնվել խորացնելու լիազորությունների ապակենտրոնացման քաղաքականությունը։ Արդեն ձևավորված դիմերին վերապահելով ավելի մեծ ծավալի լիազորություններ, մեծացնելով տեղական ինքնակառավարման մարմինների դերը հանրային կառավարման համակարգում։ Կարևորում եմ, որ մասնագիտական խումբը մշակել է Հայաստանի Հանրապետության 2027-2031 լիազորությունների ապակենտրոնացման ռազմավարությունը եւ դրա իրականացման միջոցառումները։ Քննարկման հիմնական թեմաներն են Եվրամիության նոր ռազմավարական մոտեցումը Սևծովյան տարածաշրջանի նկատմամբ, արևելյան գործընկերության երկրների միջև ապակենտրոնացման ընթացիկ վիճակն ու հեռանկարները, նաև Կորլիպի 2025-29 թվականների գործողությունների ծրագրի քննարկումն ու ընդլայնումը։ ԵՄ Հայաստան հարաբերությունները երբեք այսքան խորը չեն եղել։ Պետք է նշեմ, որ Հայաստանի համար դժվար ժամանակներում Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս հայտարարել է, որ ԵՄ-ն Հայաստանի կողքին է։ Այսօր առկա գործընկերությունների եւ նոր նախաձեռնությունների ետևում կանգնած է եվրոպական դիմակայության եւ Արչի պլանը, որը Հայաստանի Հանրապետություն ԵՄ գործընկերությունը կբարձրացնի ռազմավարական մակարդակի։ Երևանն ավելի քան 270 միլիոն դրամաշնորհային աջակցություն կստանա։ Միայն նախորդ տարի մենք աջակցել ենք 12000 փոքր եւ միջին ձեռնարկությունների, ֆինանսավորել ենք տարբեր նախաձեռնություններ, որոնք ավելի քան 27000 աշխատատեղ են ստեղծել Հայաստանում։ Եվրոպայի տարածաշրջանների կոմիտեն հրապարակել է վերլուծական աշխատանք, որը ներկայացնում է արևելյան գործընկերության եւ ԵՄ ընդլայնման գործընթացում ներգրավված երկրների բարձրաստիճան կառավարման համակարգերի վերաբերյալ տեղեկատվություն, առանձնահատուկ շեշտադրելով տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների լիազորությունները։ Հայկական Կարմիր խաչի ընկերության եւ Իրանի Կարմիր մահիկի նախագահները Երևանում ստորագրել են նոր հուշագիր, որը նախատեսում է համատեղ ծրագրերի իրականացում առողջապահական, սոցիալական եւ մարդասիրական մի շարք ուղղություններով։ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանն ու Իրանի Կարմիր մահիկի նախագահ դոկտոր Փիրհոսեյն Քոլիվանդին ստորագրել են գործակցության եւ գործընկերության կապերի ամրապնդման հուշագիր։ Փաստաթուղթը նախատեսում է առողջապահական, սոցիալական եւ մարդասիրական մի շարք նոր միասնական ծրագրերի իրականացում, ուղղված հասարակության կարիքների ապահովմանը եւ հումանիտար աջակցությանը։ Փորձում ենք հասկանալ կարիքները Հայաստանի Հանրապետության հումանիտար ոլորտի եւ հենց այդտեղ էլ Իրանական Կարմիր մահիկը պատրաստակամություն է հայտնել մեզ ուժեղացնելու, զորացնելու, որպեսզի մենք էլ կարողանանք ել ավելի հասանելի դառնանք մեր շահառուներին, բնակիչներին ու կարողանանք օգնել։ Եթե ավելի պրակտիկ պատասխան է ակնկալվում, ես ենթադրում եմ այս հարցը, միգուցե եւ կարող եմ ասել, որ մենք որոշակի հիվանդանոցային, ուրեմն այսպես ասած կոմպլեկտ ենք նախապատրաստում իրականացնել մոտ ապագայում, դեռևս տեղանքը եւ մնացած տեխնիկական հարցերը հստակեցվում են վերջնականապես եւ որը մեզ արդեն շանս կտա ել ավելի խորացնել, իսկ այդ հիվանդանոցային հաստատությունը ոչ միայն ենթադրվում է հիվանդանոցային հաստատություն, այլ նաև միգուցե եւ կողքից ել ավելի ուրիշ ծրագրերի, օրինակ, ինչպես պարոն նախագահը նշեց, այդ պրոթեզների, խելացի պրոթեզների արտադրություն, որը միգուցե եւ ելի մեզ պետք լինի, մենք էլ կարողանանք մեր շահառուներին օգտակար լինենք նաև այդ հարցով։ Կողմերը վստահություն են հայտնել, որ գործակցության զարգացումը կուժեղացնի երկու երկրների միջև մարդասիրական կարողությունները եւ կառաջացնի նոր նախաձեռնությունների հիմք։ Առաջին հերթին մենք ցանկանում ենք Հայկական Կարմիր խաչին տրամադրել տարբեր դեղորայքներ եւ սարքավորումներ, որից հետո մեր ուշադրության կենտրոնում լինելու են բուժման մասնագիտական կենտրոնների հիմնադրումը։ Մեզ համար շատ կարեւոր է նաեւ այստեղ հիմնել քաղցկեղի կանխարգելման եւ բուժման համար նախատեսված կենտրոն, ժամանակակից վիրահատարաններ։ Հայաստանում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերի խոսքով իրանական Կարմիր մահիկն ունի մեծ հնարավորություններ եւ այս գործակցությունը դրական ազդեցություն կունենա նաեւ հայկական Կարմիր խաչի համար։ Ես վստահ եմ, որ այսօրվանից գործակցության նոր էջ է բացվելու ոչ միայն հայկական Կարմիր խաչի եւ Իրանի Կարմիր մահիկի, այլև երկու երկրների միջև։ Դեսպանատան եւ իմ անունից խոստանում եմ, որ մենք անելու ենք առավելագույնը այսօրվա ստորագրած հուշագիրը իրականություն դարձնելու համար։ Կողմերը համոզված են այս գործակցությամբ կստեղծվեն նոր ծրագրեր ու լուծումներ հասարակության առավել խոցելի խմբերի համար։
Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։